Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին, մոտավորապես մի երևի 2 շաբաթ առաջ Հակոբ Կարապետյան, որը լրագրող է, ժամանակին եղել է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակը, իմ ժամանակ մենք միասին ենք աշխատել, իմանալով ուրեմն տրանսպորտում հասարակական կարգի պահպանության այդ վարչության ժողովրդի սխալ գործունեության մասին, այն է քաղաքացին վճարել է պատկերացնեք ինչի մասն է խոսքը, քաղաքացին նորմալ վճարել է տոմսի համար, մտել են, ասել են, ստուգել են, ասել են դուք չեք վճարել, քաղաքացին ասել է, բայց ախր վճարել եմ, ասել են չէ, դուք չեք վճարել, տուգ անել են, հետո քաղաքացին գնացել է բանկից հանել է թղթերը, բերել է, ապացուցել է, որ վճարել է։ Այսինքն սա էլ մի պատմություն է, որ առանձին կանդրադառնանք, իսկ մարդը վճարում է, բայց իրեն մտնում են ստուգում են, ասում են չես վճարել։ Մի խոսքով այդ դեպքը բացահայտվում է, բավականին մեծ աղմուկ է բարձրանում եւ Հակոբը անդրադառնալով դրան քննադատում է, հա, տվյալ պաշտոնյաներին, ովքեր այդպիսի վարք են, այդպիսի վարքով տուգ անել են եւ սխալ ձևով տուգ անել են քաղաքացուն, նորմալ ձևով քննադատում է եւ գոնե այդ քննադատությունը ընդունեն գիտություն, ասեն վայ կներեք, մյուս անգամ չի կրկնվի, ուրեմն հասարակական կարգի Երևան քաղաքի պահպանության վարչության պետը, շուտ ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանում է շատ կոպիտ ձևով իրեն, գոնե ասի կներեք եւ այլն, պատասխան է տալիս եւ պատասխանից հետո հերիք չի, անձնական նամակներով հայհոյանքներ է գրում Հակոբին Կարապետյան, պատկերացնում եք, եւ սպառնալիքներ, շատ կոնկրետ սպառնալիքներ, որ այնպես ենք գլուխդ ջարդել ու այնպես ենք քեզ ծեծել, որ ինքդ քեզ չճանաչես։ Ուրեմն դրանից հետո մենք իմանում ենք դրա մասին, բայց մտքներովս չի անցնում, որ այդ սպառնալիքները կարող է մի օր ի կատարածվի, մտածում ենք ինչ-որ էմոցիայի տակ գրել է, հայհոյանքներ եւ այլն, չնայած սա առանձին անդրադառնալու թեմա է, թե ինչպես կարող է Երևան քաղաքի հասարակական պահպանության ծառայության պետը, այն ինչ որ ինքը պետք է անի, պետք է հասարակական կարգը պահպանի, ինքը հակառակը, ինքը հայհոյում է քաղաքացուն, որը իրեն քննադատել է եւ տեղին է քննադատել, եւ ինքը սպառնալիքներ է հնչեցնում, գրում է բառացի։ Անցնում է որոշ ժամանակ եւ Հակոբին Կարապետյան, երբ որ երեկոյան դուրս է գալիս իր աշխատավայրից, հենց գործի տեսնում են, որ միայնակ է, մենակ է լինում այդ օրը, մի քանի օր դուրս է գալիս, մի քանի օքոմ են լինում, այդ օրը դուրս է գալիս, ինքը որ միայնակ է լինում, գալիս է դիմակավորված մի անձ, հարցակվում է եւ սկսում է ծեծի ենթարկել։ Շատ ուժեղ հարվածներ է հասցնում, խփում է, գցում է գետնին, գլուխը կպնում է գետնին, արյունահոսում է, մի խոսքով մի խայտարակ պատմություն, բախտի բերմամբ ինչ որ լետալ, այսինքն շատ լուրջ բաներ չի եղել, որտեղ այդ գլուխը կպնելուց կարող էր նաեւ Աստված ոչ այն ինչ որ մահացու դեպքեր լինել։ Հետո Հակոբը միցև ձայն է տալիս, գոռում է եւ այլն, մարդիկ են այն կողմից գալիս, սա փախնում է։ Բնականաբար արդեն Կարապետյան Հակոբը դիմել է ոստիկանությունը իր աշխատանքը կատարում է, բայց Ժողովուրդ ջան, այս ինչին ենք հասել։ Այն որ ՔՊ-ի падգամավորները ամբողջ օրը իրենց ճղում են ազգային ժողովում այսօրվա հանդիմությանը ասելով, այ դուք որ ձեր ժամանակ գիշերներով պատեզներում բռնում ծեծում էին, հիմա հոտենց չի։ Տենում եք որ տենց հա։ Տենում եք որ դուք հկից ոչ մի բանով չեք տարբերում։ Տենում եք որ դուք նույն բարգերն եք անում։ Ինչի մասն է խոսքը ժողովուրդ։ Սա ինչ վիճակ է։ Պարոն Փաշինյան, ես պահանջում եմ, որպեսզի այս դեպքը հստակ մինչև վերջ բացահայտվի, մեղավորները համ պատժվեն օրենքի խստությամբ, համ ազատվեն աշխատանքից, ով կապ ունի եւ կապ չունի այս ամեն ինչի հետ։ Եվ սա գիտեք ինչ կա, արդեն բոլոր չափեր անցնում է։ Սա արդեն բոլոր չափեր անցնում է։ Այն ամեն ինչը, ինչի համար եղավ 18 թվին այդ հեղափոխությունը կամ իշխանափոխությունը, չգիտեմ, այդ արդեն պատմություն է ցույց կտա։ Այնուամենայնիվ, այդ ամեն ինչ ինչի համար ժողովուրդը դուրս եկե փողոցներ եւ պայքարում է, հիմա նույն բանը անում եք դուք։